Կնյազ, ես լավ բան եմ մտածել։ Ոնց կարան քեզ տարեկետում ձևակերպենք, մինչև մենք կամուսնանանք։ Ինչ ես մտածել։ Նայ, տես, ես ու դու միասին գնում ենք վայեն կամած։ Ու այդ մարդկանց բացատրում ենք, թե ինչ իրավիճակում ենք հայտնվել։ Ի վերջո մարդ են, կնյազ, կարող է հասկանան ու ընդառաջեն մեզ։ Բալիկ ջան, բանակ այդ խաղուպար չի, որ ով է դա իրան ընդառաջեն։ Այդ վայեն կամած այդ ալը ճիշտ ես ասում, պետք է այդ ասվի, բայց ես մենակ եմ հետալու, ինչ ելնելու է թողնի թող տանեմ բանակ։ Երբ, կնյազ։ Նայենք էլի մի երկու օր էլ մենոնց ներվերը ուտեմ, հետո կետամ։ Վայ, կնյազ են քո անգեր վրույրը չի։ Հլը նայ, հրացանը վերցրել ուզում է կրակի։ Բերոն աբա որ սև շուննա։ Ես յադեմ վաբշի ծնդվել է։ Արա սադի մեջ հրացան։ Սպասի եսա գալիս է։ Ինչ անում, կնյազ։ Արա սպասի հլը ինչ ես անում արա։ Արա կնյազ ջան դու ես Բա ով է։ ախպերս ինչ լավ է քեզի հանդիպեցի, ցավդ տանեմ։ Արա ես վաբշի գժվար, այս ինչ ես անում վերո։ Որս ենք անում ախպեր։ Ապա ծանոթացի շանս է տանը գել խեղտա։ Կնյազ։ Հա։ Ախպերս դու բա չէիր գժվել։ Լիպոն ասեց որ նենց վրոդի դու գժվել ես ախպեր, Յանը տարել է։ Թե ախպեր չես գժվել, պրոստը նենց պատգիշ կասիտ ես անում։ Ապա չէ իսկականից գժվել եմ։ Ձեր ձեռը մարդ կդիման, հա։ Լսի ուշադիր ինչ եմ ասում։ Դες զենք մենք ես գելխեղ չգիտեմ ինչ հավաքում ես ու հայդի ուղիղ տուն։ Արա քաղաքի մեջ ով է տեսել որս անել, ստեղ չի կարելի որս անել։ Ուզում ես էլի կամաս է տաս։ Արա բա որտե որս անենք ախպեր արա, սիրտս բադ է ուզում, ապա ուզում բադ ուտեմ, ապա։ Բադ ես ուզում, ապա։ Քաղաքից դուրս հատուկ տեղեր կա, կետաս ընդեղ բադ խփես։ Քել հավաքվի գնա, քանի քեզ չեն եկե տարել։ Լավ ախպեր, հանգստացի կնյազը ջան, հեսա եթե մենք ախպերս եղավ։ Համ իսկականից չես ուզում ախպեր հետս գաս բադ խփելու։ Հապել ես անգամ չեմ կարա, էլի։ Մի կարայի հետ եմ չեմ կարա։ Հա, դե կբարևես ախպեր տարիներին։ Ուղիղ տուն։ Աջողություն ախպեր, գնացի կարա։ Ուղիղ կետաս, հա։ Քելանա։ Անգի առաջ։ Վայ։ Բարև Կարնան ջան։ Բարև վրույր։ Քորդ կարող է բադի տեղ իմանաս։ Արա գնա գործի դե։ Գնա տուն։ Ախտան շեշմով գյուլն եմ գնա։ Տուն գնա։ Քել։ Անե։ Ստեի համե հելավ, ստե արդեն որս են անում։ Արի քեզ չապենք տուն, ես հետամ։ Փալակ։ Քեզ մի հարց տամ, մենակ ճիշտ պատասխանի։ Հրա մի հատ ձեռը դիր խղճիտ ու ասա, ախպերս է իրոք խնդրել քեզ, որ քո պարտքին առանդ կանգնի։ Գարսևա, մի հարց էլ ես եմ քեզ ուզում տամ։ Մարդու խիղճը որտեղ ալնում։ Այլև, դու դրանից չունես։ Հա, մենք չունենք, դուք ունեք, հա։ Մարդ որ մի քասի բալնում, փող չի ունենում, ուրեմն մարդ չի էլի, հա։ Հələ ես քերուն մի հատ հարց տամ։ Մենակ քերի անկեղծորեն պատասխանի դու ինձ։ Ինչա։ Հիմի ասեմ։ Այ հիմիկը հարցնեմ, ու դուք կտեսնեք, որ ես ինչքան անմեղ եմ։ Քերի, դու որ այդ փողին գարանտ էիր կանգնում, քեզ ստիպելով են տարել։ Քո վրա բռնի ուժ գործադրել է, որ գարանտ կանգնեցիր, հա, հələ պատասխանի։ Քերի, Փայլակը հարց տվեց։ Ինքը քեզ ստիպել է, բռնի ուժ գործադրել է, որ դու գնաս գարանտ կանգնես։ Չէ, ուժ չի գործադրել, ինձ չի ստիպել, բայց ինձ խաբել է, ինձ ասել է արի վկա կանգնի, ես չեմ գիտեցել գարանտը ինչ է, չեմ իմացել այդ ինչ բան է։ Այ մարդ չես իմացել, չստորագրեիր, քեզ ով է ստիպում է։ Փաստորեն խաբել ես ախպերս, ստախոսի մեկը։ Այ Անդարամ ջան, քո ախպերը ու երեխա չի խաբեի, եկքան մարդ հա, թող չստորագրեր։ Անենց որ իզնից վազն եկեք, մեղավոր ախպեր է տա, քերին է։ Մի րոպե Փայլակ, արի քերուն հանգիստ թողնենք։ Ու ես հարցին նայենք ուրիշ տեսանկյունից։ Որ տեսանկյունից ուզում ես նայենք, Գարսևան ջան։ Շատ լավ։ Դու գումար վերցրել ես, ճիշտ է։ Այո։ Բնականաբար այդ գումարը դու պետք է փակես։ Ճիշտ է։ Թեորիապես այդպես է, Արևան ջան, բայց պրակտիկորեն ես ոչ այդ գումարը փակելու ցանկություն ունեմ, ոչ էլ հնարավորություն ունեմ։ Եթե իմ ճանապարհին քերինի շահանդիպեր,
Շատ հնարավոր է ես այդ գումարը չվերցնեի, որտեղ ես գիտեի այդ գումարը ոչ ցանկություն եմ ունենալու վերադարձնել, ոչ էլ հնարավորություն ունեմ որ վերադարձնեմ։ Էնպես որ մեղավորը քերին է, հասկացա՞ր։ Փայլակ, քեզ դատի եմ տալու։ Եթե այստեղ ոչ մի բանի չհասնեմ, միջազգային դատարան եմ դիմելու։ Դա որ ուզում ես դիմի, ուզում ես միջազգային դիմի, ուզում ես եվրոպական դիմի, ուզում ես միլիցիայություն դիմի, դու ինձ ոչ մի բան չես կարող անես, որովհետև դու ինքնակամ գարանտ ես կանգնել։ Քեզ վրա ուժ չեն գործադրել, հասկացա՞ր։ Փայլակ։ Քույրես։ Դու չես ամաչում։ Բա դու գետինը չես մտնում։ Ես չէի կարծի, որ դու կարող ես մեր ընտանիքի նկատմամբ այդպիսի ստոր քայլ կատարել։ Տես, ինձ հայհոյում եք, վիրավորում եք, բայց ես ձեզ չեմ անում, որովհետև ձեզ շատ եմ սիրում, ձեր ընտանիքը շատ եմ սիրում, եւ եթե պետք լինի, ես կարող եմ օգնել, որ այս վիճակից դուք դուրս գաք։ Ասեմ։ Էդ ինչու՞ պիտի օգնես։ Ես մի ասեմ։ Պարտքդ ես փակելու։ Չէ, պարտքը ոչ ուզում եմ փակեմ, ոչ էլ կարամ փակեմ։ Ոչ էլ ցանկություն ունեմ փակելու։ Ես կարամ մարդ ճարեմ, որը տոկոսով փող է տալի։ Բերեք այդ փակեք, բրցնեք էլ այդ պատմությունից։ Ամիսը 10%, այ մարդ եղածն ի՞նչ է։ Դուրս շերտոնից։ Դուրս արմեշտնից։ Դուրս։ Լսում ես արևան ինչ են ասում, խոսա է։ Դուրս։ Ճիշտ են ասում։ Դուրս արի ընտնից։ Ու երբեք ոդկդ այս տանը չտեսնեմ, հասկացա՞ց։ Դուք ինձ վռնդում եք, հա։ Այո։ Դե ես դուրս կգամ, բայց մյուս անգամ դուք եք խնդրելու որ նորից գամ ստեղ։ Անամոթներ։ Գնա։ Դուրս։ Բլո, ես յանում չես լսեմ, հա, չես տենեմ։ Արականյար ջան, դու ես ախպեր։ Հա։ Կներես ախպեր, չէի նկատի մտքերով է, էլի։ Ինչ կա ապեր, որ սարիր, մի բան արիր։ Դո չէ այ ախպեր է։ Էդքի որ բատ չկար։ Դո չէ լիքներ ախպեր, պրոստը կամ այդ բադերն էին ապե շատ բարձր դռնում, կամ ես չէի կարում շրանս ախպեր այդքան բարձր շպրտեի, որ օդում բռներ այդ բադրին, հələ պայեզ ենք ապե։ Դրոգը մեզ կնավը ջնարի, գել խեղ ջնապը ես իրանը սենց շպրտեմ այ ապե ինքը օդում բռնում էր ապե։ Շպրտեմ այ բռնում էր։ Հələ մեկ կայչես վրա։ Ջոգին ապե։ Դե տեպերը ոչը կբռնես, հա։ Հարգի արա, որսը քո բանը չի հարգի։ Լավ ես կնազո ջան։ Չէ, Փայլակ, չէ, ես անգամ սխալվեցիր։ Այ մարդ, $500 քերում գցեցի, բաժեր $500 համար, ես Կարսևանի ընտանիքի հետ թարսվեի, հա։ Մի հաշվականենք տենանք, ինձ էդի օգուդեր թե վնասեր, ուրեմն խփեցինք զերոն, Փայլակ ջան, ուրեմն Կարսևանես տունը ես շաբաթական մի 5-6 անգամ հաց եմ ուտում, էդի գցենք մի 10,000 դրամ, ես 10,000 Օրական էլ մի 4-5 հատ կոֆե խմում եմ, էդ էլ գցենք մի 2,000 դրամ Ահա, մուֆտագալի լողանում եմ, շաբաթը մի 2 անգամ, հոսանքի փող չենք տալիս Դու էդ էլ մի 1000 գցենք, դա, ես էլ քեզի 1000 Ես ինչ արեցել եմ ուշադիր նայենք, ուրեմն գալիս է շաբաթական 14-ից մաքսիմում 15,000 դրամ, ուրեմն էդի ամիսը կանի մի $150 Հա, գցածս $500 ախպեր ջան, մի քանի ամսում կպրծրի Չէ, Փայլակ, տակ ես տալի, Փայլակ Պետք է ձևը գտնես նորից բարիշ ես դրանց հետ Բարիշ եմ Հատ լավ խաղամ գլխների, այդ հարիվները նորից ինձ վստահ են Արալակ ես Փայլակ, ձևը գտան Ո՞վ է Գալիս եմ Հա, ասի գալիս եմ էլի Եկա արա
Ես սովոր։ Ինչ ես զմարը։ Ձաձաջան, շատ եմ խնդրում էլի մի քիչ հացի փող տուրել 2 օր հաց չեմ կերել, ձաձաջան։ Ջոգում ես ու լսեք այդ տղա։ Լսի, ես փող տվող չեմ, ես փող վեկալող եմ, հասկացա՞ր, վեկալող եմ այդ տղա։ Լավ էլի ձաձա, շատ եմ խնդրում էլի 2 օր հաց չեմ կերել տուրելի ձաձաջան։ Ես քեզ փող չունեմ տալու այդ տղա։ Քո մոտ փող կա։ Եթե քո մոտ փող կա, դու ինձ տուր։ Ես էլ մի քիչ փողի պակասում եմ։ Իու զահրմարի չի հələ։ Բաբիրոս կա մոտը։ Հա, ձաձաջան, մի հատիկ կա, նոր ձեր շենքի հայատից եմ գտել։ Շենքի հայատից։ Արա, չլնեդ իմ կորցրած բաբիրոզն ես գտել, այ աֆերից։ Հələ դու դեմ եմ բաբիրոզ։ Ձաձաջան, ռեգալ էլի, բայց հետո հետ կտաս, հա։ Որ իմը չլնի հետ կտամ, ես ամնանենք։ Հələ տես։ Ինչ։ Հələ իմ բաբիրոզն է նորա ջեբից սնգեր։ Վայ ու զարրմանը ցավենիստից արա։ Ձաձան նոր եմ քոնը չի։ Ձաձան Chiara, eso lavora, aşkı eso lavora. Çarza. Ես ոնց անեմ, սրանցից մեկին կանչեմ դուս, հետը խոսամ երկու բերեմ։ Ես բարձանամ, բալկոնից կշպրտեմ ներքև։ Հա, բարև Քերի ջան։ Փայլակ, ես քեզ համարում եմ։ Դու ես էլ քեզ եմ համարում, էլ ոնց կլներ։ Սփյուռքա է գյադա։ Յա, բարև Զիտա ջան։ Բարև Փայլակ ջան։ Մաման ոնց եղավ Բալիկ ջան։ Ոչ, լավ է, մերսի, կամաց։ Բայց ո՞նց է մեր տանը չես։ Դե Զիտա ջան, ձերոնց հետ մի քիչ վիճվել ենք, էլի իրար հետ չունենք։ Ինչի, ինչ է եղել, ինչ եք վիճել։ Դե երկար պատմություն է Զիտա ջան։ Բայց ես ձերոնցից չեմ նեղանում։ Եվ քանի որ վիճված ենք, ես չեմ կարա վերև բարձրանամ։ Ես քեզ մի բան ասեմ, դու իրանց ասա, շատ վատ բան է եղել։ Ինչ է պատահել, բան է պատահել մերոնց։ Ձերոնց բան չի պատահել, Զիտա ջան, բայց ավելի վատ բան է պատահել։ Հեն որ իմ ընկերներից մեկը զանգեց, Կարինեի ծնողների հետ աշխատում Ռուսաստանում։ Ասեց, որ Կարինեի ծնողները իմացել են, որ կնյազը գժվել է, ու որոշել են գան Հայաստան, կնյազի նշանը հետ տան։ Ինչ բան է պատահել։ Բա բալես։ Բայց տենասով այդ ապուշը, որ զանգել ասել է, հա։ Դե այդ արդեն այդքան էական չի, Զիտա ջան։ Ճիշտ է, ես ձերոնց հետ կռված եմ, բայց ես մարդկությունս անում եմ, էլի։ Ես իրանցից չեմ նեղանում, ուզում եմ լավություն անեմ։ Գնա տենցել իրանց կասես։ Եղավ, մերսի Փայլակ ջան, ամեն դեպքում հեսա գնամ ասեմ, քանի ուշի տեսնենք ինչ ենք անում։ Գնա Բալիկ ջան, գնա Բալիկ ջան, գնա։ Այդպես կանգնեք թալակս, որտեղ ձերը կասեք, ընդ մի քիչ Փայլակին ասեք։ Ափսոս ես չգիտեմ Կարինեի ծնողների հեռախոսի համարը, թե չէ իսկականից կզանգեի կասեի։ Փայլակ։ Հա, Անտարամ ջան։ Էդ ինչ որ ասել է Զիտային Կարինեի ծնողների մասին ճիշտ է։ Հա, այն օրը իմ ընկերներից մեկը զանգեց Ռուսաստանից ասեց, բա ինչ է, ճիշտ է։ Դե վերև արի։ Հա, հենց իմի գալիս եմ Անտարամ ջան, հենց իմի գալիս եմ։ Դե Փայլակ, խոսա լսում ենք ես։ Ասեմ Գարսևան ջան։ Նախ կան իմ ասելիքի բուն իմաստին անցնելը, ես եկել եմ, որ ձեզնից ներողություն խնդրեմ, մեղական։ Վերջապես։ Հա, որտեղ ես տանը նստեցի, չափեցի, ձևեցի, հաշվարկ արեցի, մտածեցի, գտա որ այսօրվա խոսակցության մեջ ես էլ իմ մեղքի բաժին ունեմ։ Այդ $500 պատմությունը, քերու գարանտ կանգնելու պատմությունը, ես էլ այնքանով եմ մեղավոր, որ հավատացի ձեր քերուն։ Հիմի առաջարկում եմ, որ այդ փողի $250 ես տամ, 250-ն էլ դուք սստանով տեղով հավաքեք, տվեք, այդ պարտքը փակեք, պրծնի գնա։ Ես մե դրամ չեմ տա, մե լումա չեմ տա։ Մի րոպե Քերի, մի րոպե սպասի։ Կարծես թե Փայլակը խելքը գլխի բան է ասում։ Ճիշտ է։ Դու համարում ես, որ Փայլակը քեզ խաբել է։ Առանց քո կամքը հարցնելու քեզ գարանտ է կանգնացել իր պարտքին։ Սակայն օրենքի չիմացությունը չի ազատում պատասխանատվությունից։ Մենք համաձայն ենք քեզ։ Ես համաձայն չեմ։ Խոսքը ոչ ոք չի հաշվի չի առնում, Անտարամ ասա։
Լավ, ես համաձայն եմ։ Ես այդ սկուպոից կետել չէի սպասում։ Իսկ հիմա մեզ ասա Փալակ, թե քեզ որտեղից է հայտնի դառել, որ Կարինեի ծնողները ժամանում են Երևան իրանց աղջկա նշանը հետ տալու համար։ Անթարամ ջան, իմ շատ մոտիկ ընկերը Ռուսաստանում աշխատում է Կարինեի ծնողների հետ, ինքն է ինձ ասել։ Հա։ Իսկ կարելի է իմանալ, թե Կարինեի ծնողներին ով է խաբարը հասցրել, որ կնյազը ժամանակավորապես հիվանդացել է։ Չլինի թե այդ քո ձեռի գործն է։ Այդ քո ձեռքի գործն է, քո։ Ես այս մարդուց ամեն տեսակ ստորություն հավատում եմ, ստոր։ Լավ էլի, քերի, լավ էլի։ Ես գիտեմ, որ դու ինձ չես սիրում, ես քեզ ընդհանրապես չեմ սիրում։ Բայց ախր իմ օգուտը ինչ է, որ կնյազին բերեն նշանը հետ տան։ Եթե մի գործի մեջ, քերի, ես քյար չունենամ, կյանքում ես այդ գործի մեջ չեմ մտնում, հասկացար, ես չեմ ասել այն մարդ։ Բա այդ ընկերը չի ասել, թե Կարինեի ծնողները երբ են գալի Հայաստան։ Չէ, այդ մեկը չի ասել։ Բայց չեք անել։ Իրանք որ իմանան, որ կնյազը հոգեկան հիվանդ է, հաստատ նշանը հետ կտան։ Ես մի լավ բան մտածել եմ, բայց չգիտեմ, կաշխատի թե չէ։ Մոտ եկեք ասեմ։ Ասում եմ, եկեք դեզինֆորմացիա տարածենք։ Այդ ինչ է։ Քո խելքի բանը չէ մարդ։ Դեզինֆորմացիա տարածենք։ Ես կզանգեմ իմ այդ մոտիկ ընկերոջս, կասեմ, որ այդ ով որ զանգել ասել է, կատակար է, սուտ է ասել։ Դու ասիր նրանք էլ հավատացին, հա։ Կարինեի հերը մինչև իր աչքով չտենա, ոչ մեկի տասածին էլ չի հավատա։ Հələ մի րոպե ժողովուրդ, հանգստացեք, ոչ մեկին ոչ մի բան ասել պետք չի։ Ես հիվանդ չեմ։ Կնյազը իրոք հիվանդ չի։ Վայ, բախտ բաժանող, ես քո հերն եմ անիծել։ Արա ասա մի օր էլ համբերել էլի դիմակդ պատրեի, հələ կարողանա մեդալ տային։ Իմ այսքան չարչարանքը ջուրը թափեց այն մարդ։ Մուֆտատերը։ Փայլակ բան ես ասում։ Չէ, Գարզեվան ջան, ուղղակի ուրախությունս եմ արտահայտում, որ կնյազը առողջ է, էլի։ Բաբուս, պետք է ուրախանաս, տղես ամուրջացել է, տղես է։ Կնյազ, հիմա դու հիվանդ չես։ Ասիկ չէ էլի, նյետ, դերասանություն եմ արել, որ բանակ չետամ։ Կնյազ ջան, թքեմ քո նամուսին, կնյազ, բա ես քո համար այդքան տանջվեցի, տառապեցի, անամոթ մարդ։ Քերի դե սպասի էլի, վայ։ Տենում ես մարդը ինքնական խոստովանություն արել, վայ։ Հանգիստ թողակերը ինչ եք վրա տվել։ Կնյազ, հիմա ասա ինչ ես որոշել, ինչ պիտի անես։ Ճիշտ է, ինչ ես որոշել, տղա ջան։ Ուրեմն հիմա որոշել եմ հետամ վայեն կամատ, ներկայանա, թող տանեմ բանակ։ Սենց կարայի կողքը նստելով ես ոչ մի բանի չեմ ասնի, բայց եթե կարայի հերը նորից ուզենա խանգարի մեր ամուսնությանը, ես ակա կարային կփակցնեմ ու դրանց էլ հետ չեմ տա։ Վայ, արի մի հատ ճակատդ պաչեմ։ Ապրես տղա ջան, ես համոզված եմ, որ դու վախկոտ ես ու գնաց կծառայես մեր հայրենիքին։ Փալակ ջան, այն քարը որ խփեցի կներես էլի։ Ախր ես մեղավոր չէ, դու ես մեղավոր։ Քի էր ինձ հետևում։ Դու ես խփել։ Ներո։ Էդը չես հետևել կնյազից, հա։ Էդ ինչ նպատակով էիր հետևում կնյազից, հա։ Չեմ թաքցնում, Անթարամ ջան, հետևել եմ, բայց բարի նպատակներով եմ հետևել։ Ես հետևում էի, որ հանկարծ կնյազը փորձանքի չգա համարդ։ Ախր Անթարամ ջան, ես չգիտեի, որ եկը դերասանություն անում է, ես կնյազի մասին էի մտածում, բա։ Լավ ժողովուրդ ջան, քանի որ ամեն ինչ բարեհաջող ավարտվեց, կնյազս համաձայն է գնա բանակ ծառայի, պետք է քեֆ անենք։ Ահա, Անթարամ ջան, եկեք որ հաց մեր ուտենք, ակրած։ Բայց պետք է նախապատրաստվենք։ Այ մարդ, ինչ նախապատրաստվել, այ մարդ, ձեր տունը միշտ էլ լիքն ալ է, էլի։ Բեր Անթարամ ջան, ես ձեր գիտեմ։ Անթարամ, սիտա, սեղան գցեք։ Քերերից չար քերի տող։ Բերեք, Աշի, ասա, բերեք նրանք, ուղագի թում երկու շիշել արաղ բերիկ։ Մե արաղ մունեմ։ Լավ որ արաղ ունեմ, Գարսևան ջան, ձերի ուրիշի հաշվին անենց հավեսով եմ արաղը խմում, չես պատկերացնի։ Անար գնաց է տուն էլի։ Յորեն սիրիս սփյուռ գյադեն մեջտեղ ընկա։ Այսօր չենք վիճում, վերջ։